Իսկ այժմ սիրելի հանգստացողներ, մենք ուղևորվում ենք դեպի Գառնիի հռչակավոր տաճարը։ Ուզում եմ մի քանի խոսքով ձեզ ծանոթացնել այդ տաճարի պատմությանը։ Ինչ սքանչելի բնություն է։ Գիտեք, ես շատ վայրերում եմ եղել, բայց այսպիսի բնություն առաջին անգամն եմ տեսնում։ Ներեցեք, դուք կոտլետ սիրում եք։ Չափազանց։ Ասացեք, իսկ այդ նույն մսից ուրիշ ինչ կարելի է պատրաստել։ Կոտլետ օրինակ, զարդախորտիկներ, տարբեր ուտելիքներ։ Մեզ ոչ միայն միս կուտա, կարակ կուտա, կատ կուտա, панир куда. Простите, вы ветеринар? Да. А нельзя вывести такую особую породу коров, у которой было бы не 4 ноги, а 8? А зачем? Ей 4 хватает. Чтоб была хашная порода. Какая каша? Не каша, а хашная. А что это? Ինչ է, չի հասկանում։ Չի հասկանում։ Չի հասկանում։ Համը բնավ տեսած չունի։ Երբեք։ Օ, այնպիսի աղվոր համը։ Это горячий холодец։ Ну да. Кто же будет холодец горячим есть? Да ты попробуй хоть раз. Холодец должен быть холодным. И потом его едят подо что-то. Ես դրան քանի անգամ եմ ասել, մեր տարիքում այդքան վազել չի կարելի, բայց հասողին էլ լսող է։ Դրա դարն էլ քեզ են տվել, թող այնքան վազի մինչև շունչը փչի։ Դու քեզ տես, դա շունչ փչողը չի, որ թողնես ջահելների հախիսն էլ տա։ Այդ մեկը կներես, այդքան հալ նրան ով է տվել։ Անտիկ շրջանից պահպանված միակ հուշարձանն է մեր երկրի տերիտորիայում։ Այս հորինվածքի կենտրոնական մասը դահլիճն է, որն ունի գեղեցիկ սյունաշարերից կազմված նախասրահ։ Պատմիչներն ու հետազոտողները հաստատում են, որ տաճարը կառուցել է Հայկ Նահապետի թոռ Գեղամը եւ այն կոչել իր թոռան Գառնիկի անունով։ Արագացրեք ընկերներ, մեզ քիչ ժամանակ է մնում։ Դեռ պետք է դիտենք թագավորական բաղնիքը։ Գառնիի տաճարը միակն է նաև այն բազմաթիվ հեթանոսական տաճարներից, որոնց մասին միայն մատենագրական տեղեկություններ են հասել մեզ։ Տաճարը շրջափակված է եղել կապտավուն հորձաքարից շարված հզոր պարսպապատով, որի երկարությունն է 315 մետր։ Մի խանգարեք։ Արտակարգ բարոյական եւ խնամքով են մշակված բոլոր այն։ Красиво։ Կարծես հորձաքարը այդպես կապտված է, որ կարծես փոքր տուփակար է եւ ոչ վայրի ապարատ։ Այն տեղակայված է բարձր թաքնված։ Очень красивый, да? Кто? Храм. В хорошем месте стоит. Хочу рядом шашлычный организовать. С Казаряном уже говорили. Ничего. Это вы? Да, это. Я сейчас зафиксировал что-то. Իսկ երեկոյան միջոցառումների մասին ձեզ կհայտարարեմ ընթրիքին։ Մինչ երեկո։ Անպայման։ Ձեր ձերքը։ Ադիո։
Ну, встретимся в столовой. Я вот это отнесу. Կներես փիսո, էս պապատ է։ Չէ, մամաս է։ Ինչ էլ նման եք։ Այդ ձեր աղջիկն է։ Գերոջս Ռայդյան, կինն է։ իջի։ Ընկեր Ստեփանյան, հարգանքները։ Պրիվետ Ազատ Գերի։ Ուրախ եմ որ ձեզ տեսա։ Ոնց եք, հիվանդ էիք, լավացաք։ Մեր կողմերը շատ պատմական տղեր կան գրացել են։ Դու այնքան բան գիտես, որ կարող ես գիդ աշխատել, են էլ գլխավոր։ Վա, էլի մասխարա ես անում։ Հիմա ես ես կանհացնեմ։ Մի րոպե, հանգիստ, մի Չէ, մի նկարի, պետք չի։ Ամեն հասնող նկարում է ու ձեռքից Իմ նկարած է։ չկա։ Նկարածը չգիտեմ, համագրածի թափը տեսանք։ Այն խեղճ մարդուն են օրը գցեցիր, որ թողեց փախալ։ Հա, այս ինչ բան է։ Կպոկեմ։ Մամ։ Դոլոկս մամ։ Էլի դու։ Կանգնի։ Ես ասում եմ։ Ես դու հանգիստ նստել ես երեխային չես պաշտպանում, տես ինչ օրն է գցել։ Հանգստացիր բալիկս։ Չկարծես է պրծար։ Չեն թողնում մարդու հետ մեր խոսք խոսել։ Դներեք, պատահական ստացվեց։ Ներողություն, ախրսայել մի բարի պտուղ։ Այս սավուրի իշտես ինչ լավ բալիկա, իր համար հանգիստ նստել է, ապրես։ Ոյ, էլի դու։ Հորտի միս կառնես, հապուկ դեղենը լա, աղի մեջ կտնես, ցանգալի է, որ ջարբոտ գդոր մալա, հա, աղի մեջ կտնես։ Էմիս որտեղից։ Ինչ սեմ, անգե ետքը աղեն գհանես, գլավանաս և լավ չորնալեն վերջեք խոթես չամանին մեջ։ Ինչի մեջ կխոթես։ Չամանին մեջ, հետո գհանես գգախես չորնալու և արդեն 15 օրեն։ Երորդ թորն եք, գնում եմ փոստ։ Զանգում եմ տուն։ Եվ ինձ պատասխանում է բոլորովին անծանոթ մի տղամարդ։ Ուշադրություն մի դարձրեք, ներվեր խնայեք, ճիշտ։ Ես դեմ չեմ։ Խոսք գնալու փոխարեն անտառ գնացեք։ Եկել եք հանգստանալու։ Հանգստացեք։ Հասկացեք նույն պատմությունը։ Մեկը կպարզեմ։ Ես չէի դիմանա։ Ուրիշ ինչ անեմ։ Ոչ մի ճար չունեմ։ Վերցրու խնդրեմ։ Մի դրանց նայի։ Ղունղունում էլ։ Լավ, սուս։ Մեր երկրորդը բերեք, 2 բաժին։ Նստիր բալիկս։ Մամ ուտել եմ ուզում։ Աթոռը վերցրու եւ նստիր։ Այ հիշեք իմ խոսքը, նորից կոտլետ են բերելու։ Լավ, սպասեք թող բերի։ Այ, տեսեք, կոտլետ, ես ձեզ ինչ էի ասում, հա, քանի անգամ պետք է ասեմ, որ իմ առաջ կոտլետ չդնեք։ Բա ինչ դնեմ։ Չելամաչում, դուք խիղճ ունեք։ Լավ, կոտլետը տվեք ինձ։ Մի դժվար է հիշել, որ ես կոտլետ չեմ ուտում։ Որի հիշեմ։ Ես զբացրի։ Ձայնուտ։ Լավ, Հայտարարություն։ Գերեք, Չէ, դուք հասկացեք։ Բանն այնտեղ հասել, որ հանգստացողներին վիրավորում են։ Դե լավ, մի հուզվեք, ստիտ մոտիկ մի ընդունեք։ Գերեք։ Տեսեք, մաքուր միս։ Սա ինչ բան է, դարձավ կոտլետ, ես կբողոքեմ, ես այսպես չեմ թողնի։ Գեր բալիկ ջան, լավ ծամեր, գեր։ Ինչ անուշիկ բալիկ է։ Ամուսինս է։ Ներողություն։ Բարի աղ։ Շնորհակալ։ Ես կոմպոտ եմ ուզում, մամ։ Ճաշդ վերջացրու հետո։ Չէ, կոմպոտ եմ ուզում։ Ես մի կտորներ։ Չեմ ուզում։ Փոքրիկս, բերանդ բաց։ Այդտեղ։ Շեֆ։ Միկեր։ Ասում է Միկեր։ Ինչու։ Դե մի քիչ բարեկամներ, գնանք իմ ընկերներն եկել են այնտեղ։ Չէ, չարժե, շնորհակալություն։ Գնանք։ Ալլա վերկաց։ Որ ասում եք։ Ничего, не волнуйся։ Գնացինք։ Куда это вы? Կոմպոտ եմ ուզում, մամ։ չեմ գիտեր։ Կոմպոտ եմ ուզում, մամ։ Ճաշդ վերջացրու հետո։ Էլ մի կտոր։ Չեմ ուզում։ Հետո։ Արմեն! Փոքրիկս, բերանդ բաց, Հոպ։ Էլի չեմ չեմ կարող, խելք չունես, խելք։ Դու ունես, հա, դե հելա գցիր տեսեմ, դե գցիր տեսեմ։ Գլուխ չունեմ կերպ։ Կարծում ես հեշտ է, հա։ Բանուգորդս թողած ընկել եմ քո խելքի։ Բանուգորդս թողած թե չէ, ես պարապ եմ։
Ախրով է, ինչ ասում է։ Անհանգստանալու կարիք չկա մեր մարդն է։ Չէ, չեմ անհանգստանում, մենակ թե ով է, Չէ, շտապում էր, ինքը դե լավ, դու գնացեք։ Գործ ես դզելու։ Տղերք շուտ արեք, արեք։ Տեսնեմ Ազատ Քերին ինչ է անում։ Ազատ Քերի, հələ մի դուր ինձ տեսնեմ։ Այ, Մալադեց։ Ուրեմն այսպես գնա գլխավոր բժիշկի մոտ, ասա որ իրեն հրավիրում ենք այստեղ։ Համեցեք ամեն ինչ պատրաստ է։ Ես ինչ է, իմ ջահելները քեզ քիչ են, հա։ Իմ ջահելը դու ես։ Համեցեք Այ, գերոշկին այսպես կլինի, հա։ Համեցեք ախպեր ջան։ Ահա, տես։ Ես արագացրու։ Ահա, բարև։ Ուրեմն մեզ մենակ թողեք։ Ես ասի ծանոթ չեմ, անհարմար է, իրենք բերին։ Ոչ, ծանոթան։ Հա? Тираншевич или как Настасья? Держи. Нет, раньше. Какой разговор? Иди, дорогой, иди. Ну так пойдем. Сейчас я тебе одну вещь скажу. Вот. Что нагадываешь? Садись, дорогой. Այն Самармека. Բերեք տեսնենք։ Այ մարդես ինչով ենք բացելու։ Բացիչ չկա։ Համեցեք, անուշ արեք։ Հենց մի տուտենամ քանեչի սարը։ Վազմի անուկը։ Վազմի դեպի գավեր։ Ձեզ պիտի նկարեմ ման պայման։ Պետք չէ։ Ինձ մի նկարի։ Այստեղ տեղը չի։ Սեղանը նկարի։ Լավ, ոնց որ ուզում եք, ոնց որ հարմար է, սեղանն եք ուզում, սեղանն եք նկարեմ։ Մի րոպե, հանգիստ։ Օպա։ Սիգին հրամեցեք ցեզի համար փենջա։ Օ, վերցնեմ։ Վերցրու։ Հուսով եմ չնեղվեցա։ Չէ, ինչու պիտի նեղանամ։ Վայրենի եմ ինչ է։ Չէ, ես չեմ նեղանում։ Հա, այս հացը մի վերցրու։ Եկեք խմենք ջենտլմեն կարպիսի կենացը, կանանց սրտեր մաշող պարոն կարպիսի կենացը։ Ինչու իմ կենացը, դիգնաչ կենացը խմենք, Ձեր կենացը, միշտ այսպես հաջողակ լինեք տղամարդկանց մոտ։ L'uomo che si batte quando la sua donna se ne va, quello che ci piange. Ես առաջարկում եմ խմել մի գեղեցիկ, մի լավ կենաց։ Այո։ Մեր հարգելի, մեր հարազատ Ռուբեն Արկադիչի։ շատ սիրելի Ռուբեն ինչու իմ Արկադիչի կենացը։ Ինչու իմ կենացը։ Էս ինչ խորովածեք։ Համեցեք, լավ եք։ Ասած մի էտաթորը բեր։ Հիմա։ Պարզ է։ Ինչ է պարզ։ Ուրեմն մեր կերակուրը ձեզ չի բավարարում։ Ոչ, չէ, ինչ եք ասում։ Համեցեք, հարդե։ Այդ խալաթը թանի, մարտավարի նստի։ Միայն մի քանի րոպե։ Նստեք։ Ասած մի ես Գիտեք թե ինչ քաղցր կենաց են խմում դրանց։ Ռուբեն Արկադիչի։ Միայն դա չէ որ նրան բարեզարդում է։ Դուք պիտի տեսնեիք նրա հայացքը, աչքերը պիտի տեսնեիք, երբ նայում էր, դիտում էր հնությունները, տաճարը, շշմում։ Ես ցանկանում եմ առողջություն, ամեն ինչում, հաջողություն եւ թույլ։ Իսկ ինչպիսի հոգատարությամբ բնա շրջապատել իր ընկերոջ կնոջը, ինչպիսի անբասիլ մաքրությամբ։ Սիրելի Ռուբեն Արկադիչ, դուք բացառիկ մարդ եք, սկանչելի անձնավորություն, խմում եմ ձեր պատվավոր կենացը, ողջ լինեք թանկագին Ռուբեն Արկադիչ։ Долго говорят. Только в мою честь. Правильно говорит, только в его честь. Просто повезло, что ты Խմենք։ с таким человеком։ Ինչ ասեմ, գոհ եմ ձեզանից։ Արժանի կենացեր։ Ներողություն, շնորհակալ եմ այս հաճելի հանդիպման համար։ Մարդը որ կա, միայն ընկերներով է մարդ։ Եկեք միասին բարի լինենք, ազնիվ լինենք եւ իրար թիկուն կանգնենք։ Շնորհակալ եմ։ Ես էլ իմ բարձը, տեսակ։ Շնորհակալ եմ։ Թույլ տվեք ընկերներ, ես էլ միանամ ձեր կերացին։ Ես իբրև գլխավոր բժիշկ, ուզում եմ ասել, որ մեր թանկագին Ռուբեն Արկադիչը ոչ միայն հիանալի մարդ է, այլև սքանչելի, օրինակելի հանգստացող։ Նրա նմանների շնորհիվ է, որ մենք ստանում ենք փոխանցիկ դրոշ։ Բրավո։ Եթե ձեզ նման մի քանի ծանոթ ունենայի, իմ դոկտորականը վաղուց գրված կլիներ։ Բժիշկ, ընկեր գլխավոր, ձեզ կանչում են, շուտ արեք։ Ներեցեք, ինձ կանչում են։ Ցավում եմ, բայց ստիպված եմ ձեզ լքել։ А что вы загрустили? Давайте споем что-нибудь, а? А что? Ты спой, а мы послушаем. Нет, ну один я просто не умею. Алла Окнельмес. Ես չեմ Мы вместе. Выберем песню на такую... Давай. Чтоб все знали. Ты начинай, а мы подтянем. Ну давай. Что стоишь, качаясь, тонкая рябина. Ես մի շաբաթ է ռյաբինա ենք երկում։ Головой склоняясь.
Քոնե մեկ մտքով ասես շիշմ շամփայ բերեր ցեզի համար։ Ռուբեն Արկադիչը շատ հոգատար է ձեր նկատմամբ, պատճառն ինչ է։ Չգիտեմ։ Ահ, ուրեմն չգիտեք։ Ազատ մի ռեպերիստ։ Ինձ սեն Վոլգան տեսար, որ եկավ, գնատես ով է, ինչ մարդ է, Ղազարյանը հո չի եկել էստեղ։ Չէ, նրա գալն ուրիշ է, էդ նա չի։ Բայց կարող է Ղազարյանն էս ամիսներին էստեղ ոչ չի տնի, համ էլ որ գալու լինի, նախապես իմաց կանի։ Այդ է խառնում ես, այդ մեքենայի վարակուրները կարծես թե իրենն են, հա։ Ինչ ասեմ, որ մեկին է հիշեմ։ Ինչ եք խառնվել իրար։ Ճիշտ է, օրը 1000 մարդ է գալի։ Ինչ ես խոսում է։ Դու ինձ քեզ խոսքից հասկանում ես, Պետրոս, ուրեմն մի խանգարիր։ Բայց Ղազարյանից ավելի բարձրը կա։ Ճիշտ է ասում, ոնց ես գլխի չընկա։ Ոնց, նրա գալն ուրիշ է, նենց է գալիս որ մարդ չի։ Իսկապես։ Ճիշտ։ Այն դեպքում գուցե կրակը հանգցնենք տղերք։ Տղերք օգնելիս փորձանք չկա, հա։ Ինչ։ Փորձանք։ Ինչ կասես։ Գարո։ Մի անգամ են ասեմ եկավ այդպես սուսուփուս ու այստեղ էլ քեֆ էին անում, տեղն ու տեղը վրա հասավ։ Գլխավոր բժշկին վռնդեց, տնտեսվարին խրկեց, մյուսներին նկատողություն մենակ ես հրաշքով պրծա։ Դուք որ հրաշքով պրծակ, բա մեր հալը ինչ պիտի լինի։ Գլխի եք, թե մի ինչ կանի, դե մի բան արեք։ Մի բան արա։ Կրակը հագցրեք, շիշերը պահեք։ Հետևի դռնով տանեմ, հա։ Շուտով։ Իսկ դու չես վախենում, հա։ Ինչ եք ասում, չգնանք էստեղից, հա։ Պետք է մի վրազի։ Բայց գուցե գնանք էստեղից։ Ոնց թե։ Այս տեսակ սեղանը թողնենք ու գնանք։ Գալու ես։ Ուրիշ կսարքենք։ Բայց պես քո ընկերն է հրավիրել։ Բա չի նեղանա։ Սա մեր մարդն է, չէ, չի նեղանա։ Նա մեզ հետ կգա։ Լավ, գնանք։ Գնանք։ Ես բոլորը բերեք ինձ մոտ։ Հիմա ամեն ինչ դասավորենք։ Ես եք օգնել ձեզ։ Միայն առանց աղմուկի։ Այսպես։ Արվեն։ Դու մեզ հետ չգաս։ Բա ո՞ւմ գնամ։ Գնամ անարի։ Հետ։ Ում հետ։ Հետո մի քիչ կարգին պայքես։ Գնացի։ Ամեն ինչ լավ է։ Կամաց, միայն առանց աղմուկի։ Այդտեղ լուր կացեք։ Սպասեք, սխրոտը փռեմ։ Դուր ծաղիկները։ Գնամ պարզեմ ինչ։ Չէ, հարկավոր չի։ Ոչինչ պետք է չէ։ Ամեն ինչ կարգին է, այո, վերքաշ։ Դե գնամ տեսնեմ ինչ են չոցե։ Մի րոպե կու։ Այո։ Նստենք, այո։ Պետրոս, արի այստեղ, արի։ Ինչ է պատահել։ Բացենք։ Ոչ, չեմ սիրեր։ Դա քո գործն է։ Շեֆ, ոչ ես մոռաց։ Եկեք նես։ Համեցեք, թույլ տվեք ներկայացնեմ իմ բարեկամին։ Բարև ձեզ։ Դու ինչ ես նստել։ Աբա մի աթոռ բերեք էստեղ։ Հլա սրան տես, ֆրանսիացի կուրտիզանու պես է ապրում։ Շանել։ Հələ էստեղ նայիր։ Ինչ է որ։ Փարիզի աստվածամոր շատրվանը։ Աբա դեպարացի, դրա գնականարման է։ Ահա, ամեն ինչ կարգին է, հետը չի եք ծիծաղում։ Լավ ես անարել։ Սարսարանում տեղ չկար, դրեցի են դե։ Ապրես։ Բոլորդ նստացեք։ Էլ շատրվանը մոռանալ։ Այստեղ էլ բաժակ չեն դրել։ Դու դրան ասա, դրան։ Ես ու կորավ։ Հոզուկարանչի կոսմետիկայի ցուցահանդես։ Կեր սիրելիս, տանդ պես կեր։ Ընդունված կարգ է, երբ դիգինը ներս կմտնե, Մի րոպե տղամարդիկ պետք է գներեք, ոտքի մենք ելնեն։ հիմա կգա։ Մենք գեղեցիկ կանանց կենացը։ Լսե, դուր ես տանում։ Հիմա կգա։ Լսի, հետ ինչ ես անում, հորդ տունը հոչ ես։ Ես ես մարդկանց ասում եմ, որ մենակ եմ ապրում, դու եստեղ շորեր ես հակնում հանում։ Ինչ կա որ։ Կարող ես եստեղ մի ստրիպտիզեր սարքել, հա։ Յոր յաչկդ էդ լակոտին ես գցել անամոտ։ Դեդ կոնֆետն ես բերանում ես, կամ կուլտուր, կամ շպրտի մի կոմ, շուտ։ Քեզ կարգի բայ աչքերդ կհանեմ։ Լսի, դրությունը շատ լուրջ է։ Մի գնա գլխավոր բժիշկի մոտ, ու իմացի թե հետով է եկողը։ Ինչ մարդ է։ Լավ։ Սև Վոլգայով։
Գնա։ Դու մեկ ինձ ասի, ինչի բերեցիր սրան, ինչի։ Գնաց։ Ուրեմն կտուրի ցկներից հասնելով իր պատշգամբին կնոջն ասում է, ինչ ճաշի չսպասես։ Էդ հեչ, բամի վրացի 5-րդ հարկի ցկնելիս ասավ հոպա։ Մեզ անեկդոտ բաց թողիր։ Ինչ անենք։ Այսել խմենք Արմեն Իսակիչի կենացը։ Մեծ սիրով։ Ձեր կենացը ողջ լինեք։ Շնորհակալ։ Ձեր ոսկե գրիչի կենացը։ Շնորհակալ։ Ողջ լինես Արմեն, լսի։ Հենց որ խմես, հանգիստ դուրս գնամ ու զանգահարիր։ Ուր։ Էստեղ կենացը։ Այդ ուր ես գնում։ Ասելու բան է։ Լսիր Պետրոս, մի նեղություն քաշի, իմասից թե ով է, ասա ես տեղում չեմ։ Էլի կանչում եմ պատիվ տալու, գլուխ չունեմ։ Ալո։ Այո, լսում եմ ձեզ։ Ինչ աղմուկ։ Ինչ խայտարակություն։ Սխալ տեղ եք ընկել։ Այո, սա 218-րդ համարն է։ Ոնց թե ովքեր են։ Ազգականները։ Քրոջ տղաները եւ քեռին։ Այո, միանգամայն պարկեշ մարդիկ են, ժիլետով, փողկապով եւ միտիկին։ Իսկ ինչ կապ ունի առողջարանի հեղինակությունը։ Ինչ։ Ջահել։ Նոր հասկացա ինչ եք ասում։ Հանգիստ եղեք, նա նրա դստեր հասակին է։ Ոչ մի հարբեցողություն, վստահ եղեք, ոչ մի։ Այ նա կգա եւ նրան կասեք այդ ամենը, իսկ ինձ հետ այդ տոնով չխոսեք։ Ահա եւ նա եկավ։ Հիմա տալիս եմ։ Ով է, ինչ է ուզում։ Ալո։ Ձեն չկա։ Բանի տեղ մի դիր, այդպիսի պետեր շատ եք տեսել։ Բայց ով էր, ինչ էր ուզում։ Ինչ պետեր։ Ուզածի ինչ էր։ Մեծ էր փրթում, բայց դու հանգիստ մնա։ Ուզում ես հենց հիմա նրան կանչեմ այստեղ։ Ում կանչես այստեղ։ Այս Սևոլգայով եկացին։ Չէ, գործ չունես, հիմա պիտի հարցնի թե ովքեր են եկել, ինչու են եկել, ինչ են բերել։ Ճիշտ է, հանգիստ նստի քեզ համար։ Ընկերներ, եկեք նորից խմենք մեր սիրելի եւ հարգարժան Ռուբեն Արկադիչի կենացը։ Շնորհակալ եմ։ Դες թե ոնց ձեռնաս տեղ հասցրեցին։ Ես միջակս ինչի եմ հանում։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Պատկերացրեք, ձեռնաս գնացին ու տեղ հասցրեցին։ Ոչ խիղճ ունեն, ոչ ամոթ։ Հասցնեն, հաս չպետք է ուտենք։ Թող հենց ինքն էլ գա։ Ոնց թե, ուր գա։ Ինձ մոտ կա։ Կարող եկա։ Արկադի, դες ինչի չես խմում։ Ճիշտ որ։ Ես արասարակ չեմ խմում, սիրտս լավ չի։ Հետո պրոցեդուրա ունեմ։ Հասկանալի է։ Այդ տեղում մենք հաստիկով աշխատող ունենք, ուրեմն թույլ տվեք հարցնել ընկերազատ Ազատյան, որտեղ է նաև ում է ենթարկվում։ Գնամ պարզել։ Ես արդեն պարզել եմ։ Զանգում եմ 3-րդ հարկ, ասում են առաջին հարկում է, զանգում եմ առաջին հարկ, պատասխանում են 2-րդում է, 2-րդ եմ զանգում, ասում են առհասարակ չի երևացել։ Գնամ իսկույն։ Եվ հաջորդ հարցը, առողջարանում շարունակոտար մարդիկ են հայտնում, իսկ ես բանից անտեղյակ եմ, սրան ինչ կասեք ընկերազատ։ Գնամ բերեմ։ Բարի օր։ Հայտարարություն։ Բարձր խոսեք չեմ լսում։ 218։ Իսկ դուք ինչու եք զբաղվում այդ հարցով։ Սկզբում ամեն ինչ անում են եւ հետո նոր հարցնում։ Դուք ազատ եք։ Ամեն մեկը թող զբաղվի իր գործով։ Հասկացաք։ Սկանչելի։ Эй, а вот и я. Ну, братцы. Садись. Еле-еле вас нашел.
Вы же мне не сказали, куда пойдете? Целый час ищу, нигде нету. Захожу без стука в один номер, там женщина моется. Но я пулей выскочил. Ну? Ну что такое? Ешь. Чего говорю, скучный? Каждый кусок 85 копеек стоит. Ну да. Так у тебя тут рублей на 10. С копейками. Осторожно. Մի ավելի ուրախ բան չես կարող նվագել, հա? Մի ուրիշ բան։ Վայ աչքիս վրա։ Չէ, դու նստի, քեշի վերաբերում։ Մի մագու սերցը բանի։ Դե հերու գնա ես քո ավեսը չունեմ։ Լույս եմ գար, մեկ էլ որ այդ լակոտի հետ տեսել եմ, աչքերդ կհանեմ։ Գլխավոր բժիշկը բարկացած է, բոլորի վրա գորգորով է, ասում է խայտարակություն է, այստեղում ասես չի գալիս։ Իմ մասին եք ասա։ Չէ, չլսեցի։ Իսկ իմացար թե հետ եկող մարդն ով էր։ Չէ, չիմացա։ Լսի այախში, ես քեզ ուղարկեցի, որ գաս ինձ ասես, թե գլխավոր բժիշկը բարկացած է։ Այդ մասին ես առանց քեզ էլ գիտեի։ Ոչ մի բան քեզ չի կարելի հանձնարարել, ուշք ու միտքդ ուրիշտեղ է։ Հավի խելքել չունես։ Ստոպ։ Այսքանից մեջ մեկ հատիկ մեր դիգնոջը թույլ տվեք բարի հրավիրել։ Մայստրո, կոմպարսիտա։ Օ, Տեր Աստված, այս ինչ կնվագե։ Կոմպարսիտա նվագել բոլորովին չի գիտեմ։ Կոմպարսիտան Հունաստան լսեիր, այսպես կնվագեին։ Լամ պամ պամ պամ, տրոմպետը գնա տագդան տան տան, դա ֆլյուտոնորը գնա լամ պամ պամ պամ, տրոմպետը գնա տագդան տան տան։ Այժմ բանդոնիոնը տագդագդագդագդամ պամ պամ պամ։ Գավնա գավնիկ ֆլյուտոնորեն գնա լամ պամ պամ պամ, տրոմպետը գնա տագդան տան տան, դա ֆլյուտոնորը լամ պամ պամ, այդ միջոցին վիոլոնը կոնտրշամը կքաշե լա թո դիեզ ռե Фирмая. Только ты меня позови наш холодец сварить. Вот такой сделаю. Սա առողջարան է, ոչ սա առողջարան չէ, սա ամեն ինչ է, բայց ոչ առողջարան։ В чем дело? Ես գնում եմ ներս։ Լսես, ինչ է եղել։ Այդպես էլ կա, այդպես էլ գիտեի, խայտարակություն։ Ահավասիկ, խնդրեմ, նայեք, տեսեք, թե ինչ է կատարվում այստեղ։ Հայսյանների համար տեսեք, թե ինչ են դարձրել։ Խայտարակություն։ Ուրիշ, ինչ անուն տանք սրան, հա։ Խնդրեմ, նայեք ու հիացեք։ Ռուբեն ջան, հանգստացիր, Զասարենի է։ Ուեղդ է Զասարենի հիմար։ Ուզում են ինձ գործանել։ Պարզապես ցավալի է, ինչ օրի են հասրել այս յաների առողջարանը։ Իսկ ով պիտի պատասխանի, ես պիտի պատասխանեմ։ Դուք շոներիս եք։ Այ գրեք այդ մասին, գրեք։ Իսկ դուք ով եք։ Մեղավորը կկրի արժանի պատիժը։ Ես կհոգամ այդ մասին։ Ես լագոտներն ինչի եկան։ Հանգստացիր։ Սրամին նայ, աչքերով ինչի է ուտում։ Հետո ասում են ստուգված մարդ է։ Գնանք այստեղից։ Դե լավ, բժիշկ ջան, կարգավոր ենք, մարուք է։ Երբեք էսպես չես ցավացել։ Չէ, ես ոչինչ չեմ ուզում։ Արի գնանք, ես վատ եմ զգում։ Բժիշկ, գլխավոր բժիշկ։ Դա շատ վատ է։ Նա շատ վատ է։ Ով։ Ինչ է պատահել։ Շեֆը։ Ռուբեն Արկադիչ։ Ես թողկանի, ես դու մեն բրթում։ Ես կարգի։ Հանգիստը երիտասարդանց խուճապի։ Հիմա ձեզ կքննենք արցակե կոճակները։ Ահա, բավական արագ եք հարցակում, մութ եք։ Շնչեք։ Մի շնչեք։ Պարզ է, Զասարենի, ճշում, համոզված եմ ներվային հողի վրա։ Ինչ եք ուտում և ինչքան եք ուտում։ Ես աշխատավարձով ապրող մարդ եմ, նկարում է։ Նկարել։ Ինչ եք անում, չեք տեսնում մարդու վիճակը, վերջացեք, սա ինչ վերաբերմունք է։ Բայց ինչ նկարելու ժամանակ է, դուք դեռ կհասցնեք նրան նկարել ձեր ցանկությամբ և դեմից և կողքից, հեռացեք, օդ չկա։
Ուրեմն այսպես, վերադառնանք ձեր դիետային։ Ոչ խարեկուտում եւ համոզված ոչ միայն ոչ խար, ոչ միայն այնինչ դա ձեզ հակացուցված է եւ պետք է զգույշ լինեք այլևս Գիտեք ինչքան եմ ասել իրեն։ Չէ որ տարիքն իրենն է պահանջում։ Իսկ դուք սիրելիություն թույլ եք տալիս որոշ խախտումներ։ Խախտում։ Ինչ խախտում։ Չպետք է կաշառվեք գայթակղությամբ։ Ես կաշառ չեմ վերցնում։ Էդ ով է ասել ինչ կաշառ։ Ես թեթև ուտելիք, կատնամթեր, օրինակ կատնաշոր, շուրջը բացառվում է, տարբեր շիլաներ, կաթով, ուծի, դեղցի օշարակ, այսպիսով կազատվեք ավելորդ քաշից, դա ձեր տարիքում անհրաժեշտ է։ Տեսեք ինչ օրն եք հնկել, առողջության հետ կատականել չի կարելի, մարդես մի անգամ է աշխարհ գալիս, ձեզ պետք է անմիջապես մեկուսացնել։ Իսկ հիմա պարկեք հանգիստ, ես կկարգադրեմ եւ ձեզ կտանեն ուր որ հարկն է։ Ոչ, ես կբողոքեմ, ես չեմ ուզում։ Ոչ ոքի չեք խոսի, կդնալ հանգիստ, չեմ հասկանում ինչ եք ըմբոստանում։ Ես չեմ ուզում։ Ձեզ հարցնող չկա այստեղ, ես եմ կարգադրում իմ խոսքն ենք է։ Ասացի մեկուսացնել եւ ձեզ անպայման կմեկուսացնել։ Արմեն, հերիք չեղավ։ Մենք ինչ անենք։ Գող սիրտը տող։ Այստեղ։ Շատ մի խոսի, 8 համարը տուր։ Էլ դրան զետի չի բրցնի։ Ախից կգա։ Կարծում է առանց նրա յոլակ չեն։ Միացնում եմ։ Օգնեցեք։ Աչքդ լույս, վերջ այդ զասարեն ու մուգուչին գտանք, եկավ սարքեց ամեն ինչ իրա տեղը գցեց, համա գլխավորը ոնց էր բարկացել, սանատորիան ոնց էր բարկացել, ոնց թե ինչի, զասարենու համար, ջուրն եկել լծվել էր հարկերից, մուգուչը չկար ու չկար, վեր էր կացել գնացել էր, մա։ Անար, ես քեզ խնդրեցի, որ իմանաս թե կողնով է, իմացար։ Այ մարդ, բա ես վաղտ ունեի իմանալու ու արկադի չմի ես չեմ ու դու ես, որ սանատորիայում մի բան ալնում, մեղավորնովա, ես, քերի ազատը, բա։ Տեսե, ես պիծեմ մեր գործը, փչացրելու է։ Ուրեմն ես աղմուկ իմ շուրջի չէր։ Չէ, այ մարդ, բան ասի, գլխավոր ես գալմաղալը որ կար, զասարեն հումար էր, դու նրա խասյատը չգիտես, հիմի ամեն ինչ կարգի ինկավ, գնա հանգստացի։ Հայելի, ես ճիշտ էի, գլխի ինկավ։ Լավ, կատակարինք և վերջ, դաս կլինի իր համար։ Դասը պիտի հասցնել մինչև վերջ։ Դու քո դասով քիչ մնաց մարդուն ինֆարկտի հասցնեիր։ Լավ էլ կհասցնես։ Բայց արժեր։ Քերի իմ ջաջաններն ասում են, որ քո գլխին կատակ են սարքել, դու էլ հավատացել ես ու ինֆարկտ ընկել։ Ինչ ջաջաներ։ Են ջաջաններն էլի, մեկը բեղերով, մեկն էլ են պուչուրը, որ ապարատ ունի։ Ապարատ։ Համել ասում էին, թե քեզ դաս կլինի։ Դե լավ։ Լավ, դու գնա ու ոչ ոքի ոչինչ չասես, գնա։ Հիանալի տեղ է, դա լավ է, ես էլ մեծ աչքով այստեղ կհանգստանայի, բայց ժամանակ չկա։ Հիմա հանգիստ եմ, գիտեմ, որ ոչ մի բանի կարիք չունես, դա լավ է, լավ մարդկանցով է շրջապատված, դա էլ է լավ, ընկերույթ ինչպես է։ Հիվանդ է։ Ոչինչ կարող չանա, դե, ստեսություն։ Ստեսություն։ Շնորհակալ եմ, որ ծանոթացանք։ Իսկ դու ինչու չեք մոտենում։ Մի ամաչեք, մոտեցեք։ Դե ես այնպես եմ հագնված։ Ոչինչ, ես էլ եմ հասարակ մարդ, բոլորը գիտեն։ Ցտեսություն։ Ես դες միշտ հիշում եմ։
Ինչպես է թռչում ժամանակը, հա? Լսի ես։ Դու էստեղ ինչ ես անում, հա? Փոս, ես մենք էստեղ հանգստանում ենք։ Չէ, էստեղ մի բան կա, որքան հիշում եմ դու մի ժեմչուժնայում էիր հանգստանում։ Երևում է, որ գործերդ վատ են, հա? Չէ, ինչու։ Ամեն ինչ լավ է։ Ես էստեղ երկու ընկերներ ունեմ, երաժիշտ ու ժուրնալիստ։ Հավաքում ենք երեկոները, նվագում ենք, ոչ մեկի չենք խանգարում, համեստ խաղաղ երբեք այսպես չենք հանգստացել։ Ձեր արևը կա։ Հիմա էլ ուզում ես կոմպոզիտոր դառնալ։ Դե փասափուս է թավաքի ու նստի մեքենա, էս իմ տեղակալի օգնականն է։ Քաղաք եմ գնում, կերքես, կուրախանամ, այդ երաժշտությունն էլ միջիցը թափ կտամ։ Շնորհակալ եմ։ Միայն 2 րոպե, չէ ավելի քիչ։ Մի րոպե, տղաներ։ Ինչ եք շշմել։ Գնում ենք։ Մեծապես շնորհակալ եմ ձեզանից, Պողոսովիչ, բայց ես չի խանգարի, որ ես մենակ չեմ։ Մենակ չէ։ Այ, ավազակ, 3 րոպե եմ տալիս։ Ցտեսություն, մայրիկ, ցտեսություն։ Ձեզ էլ ցտեսություն, ցտեսություն։ Մայրս ինձ համար սրբություն է։ Վերջապես, մենք երկուսով, չար հայրիկի աչքից հեռու։ Տղերք, ամեն ինչ հասկացա, ինքս։ Ինչու այսպես հանկարծակի։ Հիմա կիմանաս։ Սպասիր։ Նստիր։ Այդ դու որ։ Չէ, այստեղ նստիր։ Չէ։ Դու նստիր քեզ ասում։ Ընտրիկ է չուշադակ։